Ռուսական զորքը հաղթում է Ուկրաինայում ընթացող պատերազմում, հայտարարել է Վլադիմիր Պուտինը Դոնեցկի, Լուգանսկի ինքնաառաջակ հանրապետությունների եւ Զապորոժիեի ու Խերսոնի մարզերի Ռուսաստանին միանալու տարեդարձի առթիվ։ Ռուսաստանի նախագահն ասել է, որ 3 տարի առաջ Ուկրաինայից բռնազավթված այս տարածքները ինքնուրույն են որոշել, մեջբերում եմ վերադառնալ այն ընտանիք, որի մասն են կազմել միշտ, եւ Ռուսաստանն արել է այն, ինչ պարտավոր էր, աջակցել է նրանց այդ վճռական պատասխանատու ընտրության հարցում։ Եվ այսօր պաշտպանելով այդ ընտրությունը Պուտինի խոսքով ողջ Ռուսաստանը մեջբերում եմ արդար պայքար է մղում դրա համար։ Вместе мы защищаем нашу любовь к родине. Միասին մենք պաշտպանում ենք մեր սերը հայրենիքի հանդեպ եւ մեր պատմական ճակատագրի միասնությունը, պայքարում ենք ու հաղթում, պաշտպանում ենք ազգային հիմնարար շահերը, ընդհանուր հիշողությունն ու արժեքները։ Русский язык, традиции, կուլտուրу и веру։ Չնայած Պուտինի պնդումներին ԱՄՆ պետքարտուղարը 3 հայտարարել էր, որ ռուսական զինուժը մեծ կորուստներ է կրում Ուկրաինայում, իսկ տարածքային ձեռքբերումներն աննշան են։ Ուկրաինայի նախագահն էլ երեկոյան ուղերձում հայտարարել է, որ կոնկրետ Դոնեցկի Դոբրոպիլյա քաղաքի ուղղությամբ հետ են մղել ռուսական զորքին եւ ավելի քան 174 քառակուսի կիլոմետր տարածք ազատագրել։ Զելենսկին նաեւ ասել է, ռուսական օդային հարձակումներից պաշտպանվելու համար հարկավոր է պաշտպանական համատեղ համակարգ ստեղծել Եվրոպայի արևելքում։ Նաեւ առաջարկել է սահմանափակել Ռուսաստանի գործողությունները Բալտիկ ծովում, քանզի եվրոպական երկրների ուղղությամբ անօթաչուներ արձակվում են նաև այստեղից։ Важливо діяти сильно։ Կարևոր է, որ վճռական գործենք, ռուսներն ուրիշ ոչինչ չեն հասկանում։ Ռուսները պետք է իմանան, թե որտեղ են սահմանները եւ որն է այն գիծը, որը չպետք է հատել։ Слава Україні։ Ուկրաինան հայտարարել է, որ արևմտյան դաշնակիցներից շուտով հավելյալ ինքնաթիռներ կստանան, այդ թվում ամերիկյան F-16, ֆրանսիական Mirage եւ առաջին անգամ նաև շվեդական Gripen ժամանակակից կործանիչներ։ Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը հայտնել է, որ Նորվեգիայի աջակցությամբ մինչև տարվա վերջ Ուկրաինային Patriot հակաօդային պաշտպանության եւս 2 համակարգ կտրամադրեն, որոնց կարիքը Ուկրաինան շատ ունի ռուսական ագրեսիային դիմակայելու համար։ Եվրահանձնաժողովի նախագահն էլ հայտարարել է, որ Ուկրաինան Եվրամիության տրամադրած գումարներով անօթաչուներ կարտադրի։ Ուրսուլա ֆոն դեր Լայենն ընդգծել է, որ գումարը շուրջ 2 միլիարդ եվրո առաջիկայում կտրամադրվի վարկի տեսքով։ Սա Ուկրաինային թույլ կտա ընդլայնել արտադրությունը եւ օգտագործել իր ողջ ներուժը, եւ իհարկե դա նաեւ թույլ կտա Եվրամիությանը օգտվել այս տեխնոլոգիայից։ Եվրոպացի պաշտոնյան նշել է, վարկի համար երաշխիք կծառայեն ԵՄ տարածքում ռուսական սառեցված ակտիվները, իսկ վարկի մի մասը կհատկացվի նաև Եվրոպայի պաշտպանական գնումների համար։ Reuters-ի տվյալներով Եվրոպական հանձնաժողովը եւ ԵՄ արտգործնախարարը Եվրոպական խորհրդի օկտեմբերի նիստից առաջ կառաջարկեն ԵՄ պաշտպանական կարողությունների ճանապարհային քարտեզ։ Այն առաջարկում է 4 նախագիծ, որոնք կօգնեն ամրապնդել Եվրոպայի անվտանգությունը Ռուսաստանից եկող սպառնալիքներից։ Նախագծերին կկարողանան մասնակցել ԵՄ բոլոր անդամները։ Վերջին շրջանում ռուսական անօթաչուների կողմից եվրոպական երկրների օդային տարածքի խախտումների ֆոնին Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Եվրոպան չի պատերազմում Ռուսաստանի հետ, բայց նաև խաղաղության մեջ չէ։ Ըստ Ֆրիդրիխ Մերցի Ռուսաստանը նպատակ ունի թույլատրել Եվրոպան։ Առաջին հայացքից կարող է մի փոքր ցնցող լինել ասածս։ Մենք պատերազմի մեջ չենք, բայց այլևս խաղաղության մեջ էլ չենք։ Ռուսաստանի պատերազմը մեր ժողովրդավարության եւ ազատության դեմ է։ Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են հարվածները Սումիում ռուսական հարվածից ընտանիք է սպանվել, այդ թվում մանկահասակ երեխաներ։ Հարձակման են ենթարկվել նաև Կիևը, Դնեպրոպետրովսկը եւ այլ շրջաններ։ Ռուսական զինուժը հայտնել է, որ Դոնեցկում եւս մեկ բնակավայր է վերցրել։ Ուկրաինական զինուժն էլ հարվածել է ռուսական մի քանի բնակավայրի, այդ թվում Վոլգոգրադին, Բելգորոդին։ Կասեցվել է Կալուգայի, Կրասնոդարի եւ Ստավրոպոլի օդանավակայանների աշխատանքը։